Պարոն Լևոն Քոչարյան, չափերդ ճանաչեք։ Այդ տղան էլ ես դու, չափերդ էլ դու ճանաչի, արա, այդ տղա։ Հայաստանի խորհրդարանում դարձյալ քաղաքական գրքեր են բորբոքվել։ Առիթը Հայաստան խմբակցության անդամ Լևոն Քոչարյանի ելույթն էր, որտեղ նա անդրադարձավ ընդդիմության բարձրացած խնդիրներին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի իր բառերով չափից դուրս էմոցիոնալ արձագանքներին, նախկին նախագահների հետ անպայման բանավիճելու մոլուցքին։ Դույով չխոսաս։ Ասում եմ դույով Ընդդիմադիր պատգամավորը հակադարձեց նաև իր գործընկերոջ Հասցեին, ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի արտահայտություններին։ դուրս կշպրտեմ քեզ այս դահլիճից։ Ուզում եմ անդրադառնալ այն մեղադրանքներին եւ վիրավորանքներին, որոնք հնչեց Նիկոլ Փաշինյանի կողմից, երբ որ իմ ընդդիմադիր գործընկերներին նայելով ասում է համբալներ։ Հիմա հաջորդ օրը ինքը գնաց Մոսկվա, եթե չեմ սխալվում, ինձ հետաքրքիր է դուք ինքը նայել եք այդ տեսանյութերը։ Հիմա ով է համբալ էլի։ Կամ Ալեն Սիմոնյանը, որ իմ կին գործընկերոջը ասում է դուրս կշպրտեմ դահլիճից։ Ալեն Սիմոնյանը թող իմանա, երբ որ ու ուշադիր լինի, երբ որ իրան դուրս շպրտեմ այնտեղից, բարձր անստած շատ ցավոտ լինելու։ Ի պատասխան Հակոբ Արշակյանը հայտարարեց, թե ժողովուրդը Ռոբերտ Քոչարյանին անվանում է թուրք, բայց իրենց թիմից նման արտահայտություն չի հնչել, որովհետև իրենք ըստ նրա պահպանում են կոռեկտության կանոնները։ Լևոն Քոչարյան, դուրս եկեք դահլիճից։ Ասում են անհայրենիք դավաճան են դրանք, Արցախը լքել են։ Պատերազմական վիճակում Արցախը թողել են ընտանիքով, թողե գնացել են։ Մի կոպեկ ոչ Ղարաբաղի, ոչ Ղարաբաղցու համար ոչինչ չեն արել։ Ասում են դրանք անհայրենիք դավաճաններ են, բայց մենք դες բան չենք ասում ստեղից։ Չենք ասում դες բան ստեղից։ Պահպանում ենք կոռեկտության սահմանները։ Հա, տեղդ նստի ու մի խոսի, ես քո խոսալու ժամանակ ստեղից բան է ասում։ Հիմի կհանեմ կշպրտեմ դուս դահլիճից։ Հանգիստ նստի տեղդ։ Հանգիստ նստի տեղդ։ Մատդ էլ իջացրու։ Հանգիստ։ Արդեն իր տեղը վերադարձած Լևոն Քոչարյանը տեղից արձագանքեց, որին հաջորդեցին փոխադարձ վիրավորանքները, սպառնալիքները, որոնք քիչ էր մնում զանգվածային քաշքշուկի վերածվեին։ Մոնիկա Հայրոյան, Renews Armenia։